Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ բարեկամներ, ես ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր սովորականի պես միշտ մեզ հետ են և սպասում են Փակ TV հերթական եթերին։ Ես պիտի ասեմ, որ այսօր երկարատև, շատ երկարատև, գրեթե 1 տարուց ավելի մենք չէինք հանդիպել մեր այս շատ ցանկալի հյուրի հետ, մեր շատ սիրելի կենսաբույժ Նարգիս Գալինյանն է Փակ TV-ի տաղարում։ Բարև ձեզ տիկին Նարգիս։ Բարի լույս, բարի օր ձեզ։ Շատերն էին կարոտել և ուրախ եմ, որ վերջապես դուք մեզ հյուրընկալվել եք։ Ես էլ եմ շատ ուրախ։ Ասեմ, որ Փակ TV-ի նոր տաղավարում, որտեղ փաստեր են, անակնկալներ, կարծիքներ, շատ կարևոր է, որ դուք եք մասնակցում այդ ծրագրին։ Այո, շատ ուրախ եմ։ Եվ ամենակարևորը միշտ հավատով եք նայում մեր ծրագրին։ Այո, բացի ձեր ծրագիրը ոչ մի ծրագրի հետ ես հյուր չեմ գնում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Տիկին Նարգիս, ես պիտի ասեմ, որ ձեզ համար այդ 1 տարին, որ չէիք եղել մեզ մոտ, շատ բեղմնավոր էր, այցելություններ սովորականի պես, բայց ես մեր ունկնդիրներին, նրանք ովքեր ավելի երիտասարդ են, հիշեցնեմ, որ Նարգիս Գալինյանը 40 տարվա աշխատանքային փորձով կենսաբույժ է։ Նա եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում և հատկապես արաբական աշխարհում, քաջ գիտեն, թե ով է Նարգիս Գալինյանը, հրաշագործ մի կին, ով միշտ կարողացել է բարձր պահել մեր պատիվը, Հայաստանը ընդհանրապես, Հայաստան աշխարհի պատիվը և նրան միշտ սիրով սպասել են աշխարհի տարբեր անկյուններում։ Անցյալ տարի նույնպես եղաք մի քանի երկրներում, բայց վերջինը, եթե չեմ սխալվում, Չինաստանն էր, որտեղ դուք եղաք և այնտեղ էլ ձեր հրաշագործ բուժումներով շատերին զարմացրեցիք։ Ասում են անգամ չինական բժշկության կարիֆեներից մեկը, երբ ձեզ հետ հանդիպեց, ապշել էր այն հրաշք բուժման մեթոդի վրա, որ դուք ներկայացնում էիք։ Իդեպ մենք ունենք մի լուսանկար կատարված Չինաստանում, դուք հիմա կտանք այդ լուսանկարը եթեր և դուք կասեք, թե ով է այնտեղ ձեզ հետ միասին պատկերված և մենք էլ քաջուկով, ինչպես ասում են, կծանոթանանք այդ չին բժշկի հետ։ Խնդրեմ լուսանկարը։ Ահա, տեսեք տիկին Նարգիս, դուք եք և Չինացի բժիշկը։ Չինացի բժիշկը չէ, գլխավոր բժիշկը Պեկինում էր, չէ՞։ Այո, Պեկինի ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, լավ մասնագետ, շատ ճանաչված բժիշկ, որը որ Սաուդի Արաբիայում էլ աշխատել, Դուբայել աշխատել, տեղից գիտեր իմ մասին ու խնդրեց, որ ես մի հատ իրան ախտորոշեմ, ախտորոշելուց հետո ասեց խնդրում եմ, եթե ժամանակ ունեք, մի քանի օր ինձ հետ աշխատեք, որովհետև ձեր ասած հիվանդությունները ճիշտ է, ես ունեմ դրանք։ Սրտի պրոբլեմ ուներ, ուսի ձախ թիակի պրոբլեմ ուներ և 12 օր խոնարհաբար նույն ժամին, ժամը 4-ին ամեն օր եկավ ու բուժվեց ու շատ շնորհակալ էր, անակնկալները շատ էին, ինձ հրավիրեց ռեստորան, խնդրեց, որ մնամ, բայց ես չէի կարող մնամ, որովհետև այդ երկրում իմ աստծուն չեն ընդունում։ Իրանք աստծուն են ընդունում։ Բուդդայիզմ է։ Այո, ես էլ հրաժարվեցի այդ երկրից և վերադարձա իմ հայրենիքը։ Բայց որ լիովին լցված էր օրերս սիրով, հաջողությունով, շնորհակալ եմ։ Մեր հայկական դեսպանին հանդիպեցի, փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ անցավ այդ 20 օրը ու վերադարձա Հայաստան։ Վերադարձաք Հայաստան, բայց շատ կարճ մնացիք Հայաստանում։ Հայաստանից հետո մեկնեցիք ավանդական դարձած մի երթուղով Երևան Դուբայ։ Այո, դա իմ երկրորդ տունն է, իմ երկրորդ հայրենիքն է, որտեղ որ ես ներկայացնում եմ իմ Հայաստանը, իմ հայ ժողովուրդը, պաշտում եմ այդ երկիրը, որովհետև 99 թվականից ես այդ երկրում սկզբում պաշտոնական քաղաքացի եմ եղել, իմ կլինիկն է եղել, բայց քանի որ այդ կորոնա աստված այլանդակ հիվանդությունը
աշխարհ դուրս եկավ, մենք փակեցինք կլինիկը, բայց ես հիմա փարքասու ամեն տեղ ընդունված եմ, հիվանդանոցում աշխատեցի վերջերս, ծանր հիվանդի համար էին հրավիրել եւ փարքասու հաջողությունը ինձ ուղղակի ապշեցրեց, որովհետեւ մի քանի օր հետո ձեռքը սկսեց անդամալույցը շարժել։ Այ մենք ունենք այդ բժշկի հետ լուսանկարը, խնդրեմ երկրորդ լուսանկարը տվեք, ով է լուսանկարում պատկերված։ Լուսանկարում Օմանն էր, որ ինսուլտ էր խփել եւ փարքասու ես հասցրի 5-րդ օրը իրան հանդիպեմ մեր ծանոթի միջոցով, մեր ծանոթի բարեկամն էր հիվանդանոցում էր ծանր բարկած փարքասու ինքը մի քանի օր հետո ինքը նախ որ սկսեց լավ քնել որ չէր քնում հետո արդեն քնաբերը որ քնելը կարգավորվեց արդեն աստիճանաբար սկսեց շարժել ձեռքը ոտքը 12 օր բուժումը ստացավ ու դրանից հետո ես արդեն իմ գործ ավարտելուց հետո տվեցի շարունակությունը բժիշկներին ու ես անցա իմ մնացած գործերին, որտեղ ինձ շատ ընտանիքներ էին սպասում, շատ տեղացիներ, իմ հիվանդներից մեկը, որ Հայաստան էր բուժվել ամառը, շատ ծանր վիճակից դուրս էր եկել, եւ ընդդեղի բժիշկները ապշել էին, որ 90% առողջացել է, ամառը ինքը Հայաստանում էր, մեկ ամիս բուժվեց, 15 օր ու 15 օր, եւ գնացել էր ախտորոշումը գերազանց էր եղել, որը որ բժիշկները հույս չեն տվել իրան ապրելու բայց գերազանց լավացել է տղաս շատ մտերիմ ենք հիմա քանի որ մի քանի ընտանիք ուներ մեկն էլ ավելացավ Դուբայում այնպես որ գոհ եմ ասու կատարած աշխատանքից որովհետև ձերքերն իմն է բայց զորությունը տիրոջն է ասունն է ինչ կարող ենք անել դա էլ մեզ է բաժին հասե որ մարդկանց օգտակար լինենք պարոն Ղուշյան ջան Տիկին Նարգիս, մեր ունկնդիրներից շատերը գիտեն, թե դուք ինչ հրաշք բուժումներ եք տիրապետում, բուժումներ եք կատարում, բուժումներ եք իրականացում։ Մի խոսքով, եթե հնարավոր է մեկ անգամ էլ վերհիշենք, թե ինչ հիվանդներ կարող են ձեզ դիմել, ինչ հիվանդությունները, որ կարող եք բուժել։ Նախ, որ ով որ լինի միջև 75 տարեկանը հիվանդը պիտի ներկայանա, ես ախտորոշեմ, ես զգամ իր հիվանդության տեղը, պատճառը ու եթե ես արդեն ստանում եմ իրանից այդ հիվանդությունը իմ մարմնով զգում եմ, ես արդեն սկսում եմ աշխատել։ Նայած ինչ հիվանդություն։ Ամենաշատ իմ մոտ գալիս են գլխացավերով, միգրեննա, որ անբուժելի է բժշկության կողմից, իհարկե ես բժիշկներին չեմ քննադատում, բայց միգրենը չի բուժվում ոչ միտեղ։ Իմ մոտ հիանալի բուժվում են միգրենները, աղիքային կոլիտները, հոդացավերը, աչքերի տեսողությունը նոր սկսվող կարճատեսություն, հեռատեսություն, շլությունն է շատ լավ բուժվում ձեռքբերովի, մի խոսքով լսողություն, տեսող, ամեն ինչի բնական էներգիա է, ինքը ամեն ինչի վրա ազդում է։ Միայն մնում է մարդը հավատքով գա եւ ընդունի իմ տվածը, որովհետեւ դա այն է, ինչ որ ես ձեռքից ստանում եմ ու տալիս եմ մարդուն։ Իմը չի դա տիրոջն է, որ Տերը միանում է ինձ ու միանում հիվանդին։ Այնպես որ պիտի հավատանք ու բժշկվենք։ Առանց հավատքի ոչ մեկը չի կարող բժշկվի։ Վերջերս չելինջ մի ջերիվանդներից մեկն էր զանգարել, ասեց որ անգամ տարապել էր երկար տարիներ Երևանյան հիվանդությունով եւ ձեզ մոտ անցնելով հերթական սեանսները կարողացել էր ապաքինվել։ Իսկ ասում են Երևանյան հիվանդությունը անբուժելի է, բայց ինչպես է ձեզ հաջողվում դա բուժել։ Գիտեք ինչ, այն մարդը, որ հավատում է Աստծուն ու հավատում է իմ ձեռքերի զորությանը, այդ էներգիան, որ իմ ձեռքերից դուրս է գալի, մտնում մարմնի մեջ, ինքը բուժում է բոլոր հիվանդությունը։ Հիմա ասենք Երևանյան, այնտեղ բորբոքային process աղիքների հետ կապված, այնտեղ ուրիշ բան չկա։ Աղիքների մեջ ինչ որ ինֆեկցիա կա, որ այս բնական էներգիան չորացնում է, մաքրում է։ Դրա համար էլ բուժվում են, այո, ես բուժել եմ շատ Երևանյան հիվանդություններ եմ բուժել։ Ես չեմ կարող ասեմ, թե ինչ հիվանդություններ են բուժել, բայց անբացատրելի հիվանդություններ են բուժել, որոնք որ չեն բուժվել դեղորյակով, չեն բուժվել բժիշկների միջնորդությամբ։ Իհարկե բժիշկները շատ մեծ գործ են անում, ես բոլորին սիրում եմ, ես հենց իմ անձնական քավորն էլ բժիշկ է, ես սպասում եմ իրանց, բայց կա բնության ուժ, որը որ բարձր է բոլոր դեղորյակներից։ Հետո դուք մի լավ այսպես կարգախոս ունեք, բուժում եմ առանց դեղորյակների։ Այո,
Իմ գրքի վերնագիրն է հենց այդ։ Այո, ես այդ գրքի հետ անընդհատ ծանոթանում եմ, շերի բարեկամները այս գիրքը ինձ մոտ է, բուժում եմ առանց դեղոր այքի եւ պիտի ասեմ, որ իսկապես Նարգիս Գալինյանը հրաշագործ անձնավորություն է, հատկապես բոլոր այն մարդիկ, ովքեր զգացել են նրա էներգիան, այն ջերմությունը, որը գալիս է նրա ձեռքերից, պարզապես մնում են ապշած, թե ինչպես կարող է մարդ իր էներգիայով այդքան հրաշագործ բուժումներ իրականացնել։ Տիկին Նարգիս, մենք հիմա ձեզ հետ պիտի մի քանի զանգերի փորձենք պատասխանել, որովհետև հաղորդման սկզբում, երբ մարդիկ իմացել էին, որ դուք եք մեզ հյուրընկալում, ցանկություն էին հայտնել ձեզ հետ անպայման շփվել եթերում, ես եւ հիմա փորձեմ նրանցից առաջի հիվանդի հետ, ավելի ճիշտ առաջի զանգողի հետ կապվել եւ տեսնել, թե ինչ հարցեր ով է մեզ հետ զանգը գնում է, տեսնենք, հեսե, հիմա իմանանք։ Շատ ուշադիր եղեք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ով է մեզ հետ եթերում։ Ռուզաննան է։ Ռուզաննա, Տիկին Նարգիսն է մեր տաղավարում։ Դուք ասել եք, որ շատ մեծ ցանկություն ունեք ձեր սրտի խոսքը ասելու ձեր շատ սիրելի կենսաբուժին։ Այո։ Տիկին Նարգիսը ձեզ ուշադիր լսում է։ Բարևում եմ Տիկին Նարգիսին, ձեզ էլ, պարոն Ղուշյան։ Շնորհակալ եմ։ Ես առողջական խնդիրներ ունեի։ Այո։ Անցած տարի ամռանը ձեր հաղորդումով էլի դիտեցի Տիկին Նարգիսին ու որոշեցի գնալ։ Ինչ որ բաններ շնչեցի մեջ, որ իրան այցելեմ։ Ճիշտ ասած, որ գնացի, ես խնդիրներ ունեմ։ Իմ հոտերի գլխիկները փոխած են։ Եվ Տիկին Նարգիսը ինձ բան անցկացնելով ասեց չեմ կարող, էներգիան թույլ չի տա, որ այդ բանը խանգարում է գլխիկների։ Մետաղյա։ Մետաղը։ Այո։ Բայց ես իրան շատ խնդրեցի ու ասեց արի փորձենք։ Արի, եթե զգաս, հետո նորից կշարունակես։ Ու ճիշտն ասած, փառք Աստծո, չկա տենց բան, որ Տիկին Նարգիսը կամենա ու չլինի։ Հա, փառք Աստծո։ Ես այնքան, գիտեք, ամենամեծ կարևոր բանը, որ Տիկին Նարգիսը երբ բժշկում է, նա իր վրա չի վերագրում իր բժշկությունը։ Երբ որ ասում ես ապրել, շնորհակալ եմ, նա ասում է շնորհակալ եղեք Տիրոջից, Աստծուց, Քրիստոսից։ Ու ես ասեմ ավելին, որ ինքը բացի բժշկությունը, նա իր աղոթքներով կարգավորում է, կարողանում է կարգավորի ու անլուծելի խնդիրներ։ Տենց բանել է մեր հետ եղել։ Մենք 8 տարի շատ ահավոր խնդիր ունեինք մեծ, ու Տիկին Նարգիսը ասեց ես կաղոթեմ ձեզ համար ու փառք Աստծո, այդ խնդիրը վերացավ։ Այո։ Ես անսահման շնորհակալ եմ եւ Աստծուն, եւ Տիկին Նարգիսին, ամենաշատը, որ ինքը շատ մարդկային է, շատ մարդկային։ Իրանից այնքան բան կա սովորելու, իրա մեջ այնքան մեծ սեր կա մարդու հանդեպ, ինքը անգամ այդ, որ գնում ես բժշկվելու անպայման, ուզում եմ մի լավ բան քո համար արած լինի, ուզում եմ, որ անպայման ինչ-որ մի բան քո հետ դնի, որ դու տուն բերես, այդ տենց մարդ է ինքը, տենց անձնավորություն է, ու ես շնորհակալ եմ Աստծուց, ու միշտ մտածում եմ, Աստված մեզ մեծ նվեր է տվել։ Եղավ Ռուզաննա։ Խելամիտ պետք է լինենք, որ գնահատենք եւ օգտվենք։ Չէ որ Դուբայից գալիս են արաբները իր մոտ Հայաստան բուժվելու։ Մենք էլ պետք է այդքան խելամիտ լինենք։ Եղավ Ռուզաննա, շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, պիտի ասեմ, որ իսկապես Տիկին Նարգիսը հրաշագործ է, ես նույնիսկ նկատեցի ձեր խոսքերից նա մի փոքր հուզվել է։ Հուզվեցի, այո։ Հիշեցիք Ռուզաննա։ Այո, ոչ։ Իմ աղջիկն է դարել ինքը, իմ ընտանիքի անդամներից մեկը։ Մենք մտերիմ
ենք, ես իրան շատ եմ սիրում։ Դե ես ուրախ եմ ձեր փոխադարձելու համար։ Եղավ Ռուզի ջան, եղավ Ռուզաննա Ազիզ ջան, ջան։ շնորհակալություն, ստեղծություն ձեզ, լավ մնացեք։ Ձեզ էլ լավ գեթեր։ Եղավ, շնորհակալ եմ, ստեղծություն։ Տիկին Նարգիս նման բուժումները ձեզ համար նորություն չեն, բայց Այո։ ինչ եք ուզվել։ Այո, որովհետև ինքը որ եկավ, ես իրան չէի վերցնում։ Ինքը որ սկսեց լացել, ասի լավ, Ռուզիան ջան, արի փորձենք։ Ամուսինն ասաց, բժշկուհի ջան, խնդրում եմ, անպայման վերցրու, որովհետև ասեց հավատքով ա եկել տիկինս ու լավացավ փառքասու։ Լավացավ, դե կարևորը դա է։ Այո։ Տիկին Նարգիս, մի հաջորդ հեռախոսազանգը մենք մի փոքր պիտի ընդհատենք մեր զրույցը, հիմա գովազդային շատ կարճ մի տեսահոլովակ ենք դիտում, Այո։ որից հետո շարունակենք, չէ՞ կարողանում, չէ՞։ Եղավ, չէ։ Դե ուրեմն խնդրենք տեսահոլովակը։ Շիրի բարեկամներ, մենք շարունակում ենք ծրագիրը եւ պիտի ասեմ, որ անհամբեր մեր հերթական զանգին սպասում է հաջորդ հերոստադիտողը, ով Տիկին Նարգիսի մոտ անցել է բուժման շատ հետաքրքիր կուրս։ Հիմա փորձենք նրա հետ էլ զրուցել, տեսնենք թե ինչ է ասում մեր այս հերթական հերոստադիտողը։ Զանգը գնում է Տիկին Նարգիս, հիմա կիմանա։ Այո։ Բայց չուզվեք։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համլետ Նեղուշյան, Փակ TV-ից։ Տիկին Նարգիսի հետ տաղավարում նստած ենք եւ ես գիտեմ, որ դուք ուզում եք նրա համար ինչ որ դրվարտանքի ջերմ խոսքեր ասել։ Այո։ Ընտրեմ։ Շատ եմ ուզում ասեմ իրա։ Իմիջայլոց ասեմ, որ ձեր այդ հաղորդման ժամանակ ես իմացա իրա մասին։ Ու գնացի իրա մոտ, ինքը Աստված էլ գիտի, թե ումա տալիս այդպիսի շնորհք։ Ներողություն, ձեր անունը ինչպես է, ձեր անունը։ Ինչպես։ Ձեր անունը ինչպես է։ Սվետա։ Սվետա, դե ուրեմն շարունակեք Սվետա։ Հա, մենք գնացել ենք իրա մոտ բուժում ենք ստացել, ինքը մի այնպիսի անձնավորություն է, որ չեմ կարա նկարագրեմ, թե ինչ մաքրություն, ինչ բարություն, որ իր հետ ծանոթանում ես, էլ իրանից հեռու չես կարա մնաս։ Ես ուժեղ գլխացավեր ունեի, գիշերային գլխացավեր, հա, հետո ուրիշ էլի, գնացի իրա մոտ փառքասու, ամեն ինչ նորմալ է, շատ գոհ ու շնորհակալ եմ իրանից, շատ։ Ինքը արդեն ոչ թե մեր բժշկուհին է, այլ մեր մեծ քույրիկն է։ Ահա, այսինքն դուք դարձաք լավ ջերմ բարեկամներ։ Այո, մենք ջերմ բարեկամներ ենք, անընդհատ կապի մեջ ենք իրար հետ, երբ էլ հարմար է լինում, ինքը որ ստեղ է եղնում, միշտ մենք այցելում ենք իրան։ Տիկին Նարգիսը մեր տաղավարում է, լսում է ձեզ եւ ես նկատեցի, որ նա նորից ուզվել է։ Ինքը գիտի, որ ինքը իմ քույրիկն է, փառք Աստծո, որ այսպիսի մարդ կա, այդպիսի մարդիկ գոյություն ունեն։ Ու Աստված էլ իր ընտրյալին է, ինքը Աստծո ընտրյալն է, որովհետև ինքը հոգետ այնքան բարի անձնավորություն է, իր համար նշանակություն չունի, ինչ կարգի, ինչ դասի մարդ է իր դեմը կանգնած, հենց ասեմ։ Տիկին Նարգիս, նշանակություն չունի, բոլորը հավասար են իր համար։ Տիկին Նարգիս, Սվետայի ջերմ խոսքերից հետո ասեցի նորից ուզում եք, բայց Այո, ինչ եք ուզում, առաջի անգամ։ Որտեվ կարոտել եմ Սվետային, կարոտել եմ Հարութին, իրենց եմ սպասում, երբ պիտի գան։ Կհանդիպենք, անպայման։ Կարոտել եմ։ Սվետա, աշխատեք մինչև ապրիլի 7-ը, կանանց միամսյակը մինչև ապրիլի 7-ն է, որ առանց նվերի չգնաք Տիկին Նարգիսի։ Կատական, մեկը կատական։ Ասում որևէ մի տոնի, պարոն Հուշչյան, որ մենք հանդիպենք իրար հետ։ Միշտ կապի մեջ ենք, միշտ գնում ենք իր մոտ, ոչ թե հենց պարտադիր բուժվելու, այլ իրեն տեսնելու։
Այո։ Դե հրաշքին է։ Շատ շնորհակալ եմ, եթե ձեր հաղորդաշարը չլիներ, մենք իր մասին չէինք իմանա։ Այդ մեկը ճիշտ է։ Եղավ Շվետլանա։ Ունենք դրա մեջ։ Եղավ, շնորհակալություն, լավ մնացեք, ամենակարևորը առողջ։ Շնորհակալ եմ։ Ստեսություն ձեզ, ստեսություն։ Տեսություն ձեզ, տեսություն։ Այո, Տիկին Նարգիս, դե ձեզ պաշտում սիրում են, տեսնում եք։ Ես բոլորին եմ սիրում։ Ես բոլորին եմ սիրում։ Ինձ համար օտար մարդ չկա, բոլորը Աստծո զավակներն են, ես էլ Աստծո ծառան եմ։ Պարոն Գուշյան ջան, ոնց կարաս մարդկանց չսիրես, եթե դրանք Աստված են պաշտում ու քեզ սիրում են։ Ոնց կարաս չսիրես։ Իհարկե, հնարավոր չէ, սերը միշտ փոխադարձ է լինում, երկկողմանի։ Սերը հենց Հիսուսի սերն է, որ մենք տարածում ենք ժողովրդին։ Բայց ես նկատեցի, որ դուք ձեր հիվանդներին բուժելուց հետո անխտիր բոլորի հետ մնում եք բարեկամներ։ Այո։ Բայց այդքան շատ բարեկամ ունեն։ Շատ։ Հազարավոր մարդիկ են եկել։ Դուք միայն տեսնեք նոր տարվա օրը քանի հարյուրավոր զանգեր եմ ստացել։ Աշխարհի բոլոր ծայրերից։ Էլ Ամերիկայից, էլ Ֆրանսիայից, էլ Գերմանիայից։ Գերմանիայից մի հատ տղա երեխա է բուժելի ամամային, ասում ամեն օր քո անունն ա տալի տղես, ամեն օր։ Երբ եմ գալու Հայաստան, որ նորից տեսնեմ ձեզ։ Ուզում ասեմ, որ անթիվ են։ Եթե ասեի, որ ես գնում եմ եթեր, Երևակայի Գերմանիայից էլ կզանգեին։ Հատկա այդքան շատ մտերմատնում եմ ես մարդկանց, սիրում եմ մարդկանց։ Իմիջիալուց Տիկին Նարգիս, ես նկատել եմ, որ աշխարհագրությունը իսկապես շատ մեծ է, չեք էլ հասցնում գնալ։ Հիմա հիմնական երևի երթողին մնացել է Միացյալ Նահանգներն ու արաբական աշխարհը, թե։ Այո, այդ երկուսը, որովհետև շատ հայեր կան, այսինքն ամերիկան հայությունը շատ է, որը որ իմ կարիքը շատ ունեն, իսկ տեղել արաբներն արդեն իմ ազգականներն են, ցեղակիցներս են, մեր հայերն են էլի նախկինում դարած արաբ։ Այնպես որ բոլորը մի հոր մի մոր զավակներ են, եւ այ եւ Ադամի զավակներն են տարածված աշխարհով մեկ։ Ես էլ պարտավոր եմ, պարտադիր է, որ իմ բժշկությունը ցույց տամ բոլոր ազգերին, անգամ Չինաստանին, Չին հիվանդին։ Այնպես որ Աստծո կամքն է, ինչ որ Աստված կուզենա, ես այն էլ կանեմ։ Ավելին ձեզ ասեմ, ձեզ ոչ միայն սպասում են, այլ շատ սիրով են սպասում, սիրում են ձեզ, պաշտում են։ Միացյալ Նահանգներում հիշում եմ, եղա ես ձեզ հետ մի անգամ, տեսա թե ինչ ընդունելության եք արժանացել։ Մարդիկ հենց այնպես Ամերիկայում ոչ ոքի սիրուն աչքերի համար չեն սիրում հարգում։ Այո։ Դուք արդյունք եք ցույց տվել, այն էլ ինչ արդյունքներ, ֆանտաստիկ բուժումներով։ Այո, բյուր փառք Աստծուն։ Դրա համար ասում փառք ենք տալու, որ իմ ձեռքերով իմ միջնորդությամբ ինքն է գործում, ինքն է բուժում։ Միացյալ Նահանգներ երբ եք մտադիր նորից մեկնելու։ Առայժմ ոչ միտեղ։ Առայժմ միջև ուշ աշուն հլավոր Հայաստանում եմ, ընդունում եմ իմ հայ ժողովրդին, դրսից եկողներին, որովհետև Դուբայից էլի ամառը շատ մարդ է գալու, այնպես որ ժողովրդից մի քիչ օգտակար լինեմ։ Դուբայի անունը տվեցիք, վերջին այցը ձեր Դուբայ էր, հունվար առաջին այս տարվա։ Դուբայ ասեցի գնացել եք հունվարին ինչ առիթով։ Դե ծանր հիվանդի, որովհետև անդամալուից ինսուլտով տղա էր, որ վատացել էր, հիվանդանոցում էր ու գնացի փառք Աստծո։ Մարդը արդեն վերականգնողական աշխատանք կատարեցի, քունը կարգավորվեց, ձեռքերը սկսեց շարժել ու մի ձեռքը իհարկե փառք Աստծո ամեն ինչ նորմալ թողեցի ու եկա։ Տիկին Նարգիս, առաջիկայում ասեցիք մնալու եք Հայաստանում, մինչև աշուն։ Մինչև ուշ աշուն։ Հետո մեր ժողովրդին օգտակար լինենք մի քիչ, մեր ժողովրդին էլ պետք է մեկնելու եք Դուբայ։ Հա, տիրոջ կամքը ուր կտանի, ես էլ չգիտեմ, վաղվա օրը ինչ կլինի, բայց ես ապրում եմ Աստծո հրամանով, Աստծո ցանկությամբ, որտեղ որ ուղարկում են, այնտեղ էլ ինձ համար դռները բաց, սպասում են ինձ, բուժվում են, սիրում են ինձ շատ, այնպես որ ես Աստծո մարդն եմ, ժողովրդին էլ հետը, սիրում եմ ժողովրդին։ Ես պիտի ասեմ, որ ձեր սերը իսկապես փոխադարձ է։ Գիտեք, ժամանակավոր մարդիկ ենք, ինչի համար չպիտի սիրենք։ Ժամանակավոր ենք, չգիտենք վաղվա օրը մեզ հետ ինչ կկատարվի։ Հետո ես ասեմ, ես նկատել եմ, որ ձեր հիվանդները ոչ միայն հայեր են, այլ տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Այո։ Ես ասում եմ, որ ինձ համար Աստծո համար տարբերություն չկա։ Քրիստոնյան, իսլամը տարբերություն չկա։
անգամ եթե պետք է անում մեր դժման ազգնել, որ դիմի էլի կվերցնես, կբուժես, որովհետև դա Աստծուց է։ Չես կարող ասես։ Այո, Աստծո կամքն է։ Այո, Աստծո կամքն է։ Շնորհակալ եմ Աստծուց տված իր ուժի համար, այն զորության համար, որը որ իմ ձեռքերից դուրս է գալիս ու ես կարողանում եմ օգնել։ Տիրոջ կամքով։ Այնպես որ գիրքս շատ հետաքրքիր է։ Այո, ես ասեմ, այս գիրքը իսկապես բոլոր նրանք, ովքեր չեն ծանոթացել Նարգիս Գալինյանի, ես բուժում եմ առանց դեղադոքի, շատ հրաշալի գիրք է, ես խորհուրդ եմ տալիս մեր ունկնդիրներին ձեռք բերել, ինչպես կարող են գիրքը ձեռք բերել։ Հիվանդներս են գալիս ու իմ մոտից վերցնում, գնում են գիրքը, ես ճիշտ ասած փոքրիկ գումար եմ դրել գրքին, որ կարողանամ օգտակարնեմ անօգնական երեխաներին։ Արդեն մի ընտանիքի օգտակար են եղել, տենց կարողանանք բարեգործություն անենք գրքով, որովհետև գրքի հովանավորը Դուբայից իմ նախկին հիվանդն է եղել, որը անդամալուծել ու լավացել է, հովանավորը, որ ինքն էր ու ինքն է վճարել, ես էլ ուզում եմ այդ վճարածը վճարեմ անօգնական երեխաներին։ Պարզ է։ Այնպես որ բարեգործություն անենք, էլ ինչքան կարող ենք։ Ես պիտի ասեմ, ձեր բարեգործությունը չափ ու սահման չունի։ Այդպես էլ պիտի լինի։ Հիշում եմ հատկապես երկաշարժի օրերին ինչ օգնություն ցույց ցուցաբերեց։ Այո, այո։ Ինչքան որ վիճակի եմ, տարբեր քաղաքներում 15 օր բոլորին սիրով բժշկել են, վերջում բարեգործական դրամներ են բաժանել, դա Աստծո կամքն է եղել, իմը չէ։ Եթե ի վիճակի եմ օգնելու, ինչի՞ չէ։ Միտեղ Աստված տալիս է, մյուս տեղն էլ պիտի դու տաս։ Այդպես է կյանքը։ Այո։ Ես չեմ կարող ոչ մի բան անեմ առանց Աստծո։ Աստված ինքն է առաջնորդում, ով էլ որ պիտի բուժվի, Աստված կառաջնորդի ու իմ մոտ կբերի։ Տիկին Նարգիս, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա հանդիպման համար, որտեղ շատ կարևոր էր, որ դուք եկաք, մարդիկ շատ էին ձեզ կարոտել, երկար մի բացակայեք մեզանից, որտեղ ձեր կարիքը մենք ունենք։ Ես էլ պարոն Գուշյան ջան, դուք ինձ համար եղբորպես եք, ու այս նոր ստեղծված Փակ TV բացահայտվի շատ Փակ գաղտնիքներ, ժողովուրդը թող օգտվեն, որտեղ ով էլ որ գալիս է մոտ ասում է Փակ TV, բաց TV-ով եմ նայել, Փակ TV-ով եմ նայել, ես շատ ուրախ եմ որ դուք կաք, դուք ինձ համար հարազատ եղբոր նման եք, մենք շատ երկար տարիներ ենք միասին, այնպես որ շնորհակալ եմ ես էլ բոլոր արած այն լավ բաների համար, որ դուք ինձ համար ու ժողովրդի համար անում եք, ոչ թե ինձ համար, ժողովրդի համար։ Եղավ Տիկին Նարգիս, Փակ TV-ն ձեզ համար միշտ բաց է։ Այո։ Եվ մենք ոչ միայն Փակ TV ենք, մենք փաստեր, ինչպես ասացի, անակնկալներ, կարծիքները ներկայացնող հեռուստաալիք ենք։ Իսկ դուք մեզ համար եւ շատ երկիր փաստեր եք միշտ բերում, շատ անակնկալ բացահայտումներ եք անում եւ ամենակարևորը շատ մասնագիտական կարծիք եք մեզ ներկայացնում։ Շնորհակալ եմ։ Այո, ես էլ շնորհակալ եմ Աստծուց, որ դուք կաք, բոլորս շնորհակալ ենք Աստծուց, որ մեր գլխին արև ածակում, որ մեզ առողջացնում է Տերը, Նարգիսի ձեռքերով, թե ում ձեռքերով, թող մարդը մենակ առողջ լինի ու շնորհակալ Աստծուց։ Երարդե հրաժեշտ եմ տալիս, բայց այն տրամադրվածությամբ, որ մեր հաջորդ հանդիպումը սարերի ետևում չէ։ Եղավ, պայմանավորվեցինք։ Այո, պարոն։ Մենք ձեզ հետ մի անգամ էլ կհանդիպենք եւ մայիսին արդեն, երբ ես էլ վերադառնամ Մոսկովյան բուժումներից, չնայած ինձ ասում են, բա ինչի՞ չես Տիկին Նարգիսի մոտ բուժվում։ Սիրելի բարեկամներ, ես արդեն 6 տարի է Տիկին Նարգիսի մոտ բարբերաբար գնում եմ, այնտեղ բուժումներ եմ ստանում, երբ որ ցավերս ուժգնանում են, ես բավական է մի քանի սեանս ստանամ Տիկին Նարգիսից եւ կարողանում եմ մի քանի շաբաթ հանգիստ դիմակայել բոլոր տեսակի հիվանդություններին, այնպես որ Տիկին Նարգիսը ինձ համար էլ շատ կարևոր անձնավորություն է, առանց որի օժանդակությամբ ու օգնությամբ շատ դժվար է պատկերացնել իմ ցանկացած վաղվա օր։ Տիկին Նարգիս, մեկ անգամ եւս շնորհակալ եմ, լավ եղեք։ Դուք էլ առողջ եղեք։ Բարի ճանապարհ, բարի վերադարձ։ Եղավ, շնորհակալ եմ։ Բարեկամներ, կենսաբույժ Նարգիս Գալինյանն էր մեր տաղավարում իր շատ բարի ցանկություններով, բարի տրամադրությամբ եւ ամենակարևորը բոլորիս օգնության հասնելու պատրաստակամությամբ։ Այսօր այսքանը, ցտեսություն։